Այստեղ մի կարևոր հանգամանք էլ կա, որ ոչ մի դասագրքում մեզ ցավոք չեն սովորացնում։ Դա հոգեբանական կայունությունն է։ Ցանկացած իրավական պայքար ունի ստվերային կողմ, երբ հարվածում են քեզ մի նպատակով։ Կարեք ասեք, ինչի են հարվածում քո հավասարակշռվածությանը, քո հոգեկան կայունությանը, որ մեջ այդ կասկած գցեն։ Արդյոք արժի քո կյանքն ու ժամանակը այս ամեն ինչին հարգելի, այս ինչ պաշտոնատարանց, հարգելի գլխավոր դատախազ։ Արդյոք կյանքդ կհերիքի, որ դու վերադարձնես Հայաստանի Հանրապետությունից ապօրինի զավթված գույքեր։ Արդյոք կյանքդ կհերիքի, որ դու մի քանի սերունդի հասցնես սովորեցնել, որ միայն խարդախությամբ չի, որ հնարավոր է բարեկեցիկ լինել։ Եվ այստեղ այդ կասկածը սկսում են գցել տարբեր մեթոդներով։ Առաջին հերթին ձեր հավասարակշռության վրա ազդելով։ Վստահ եմ, բոլորդ տեսած կլինեք առնվազն մի անգամ, երբ ես հանրային ելույթ եմ ունենում։ Ինչին է ուղղված օպոնենտների հարցերը, երբ վերջանում են իրավական փաստարկները։ Կարող եք ինձ հուշել։ Ուր են խփում ինձ, որ կետին են խփում։ Մի վախեցեք, ասեք։ Քաղաքական դաշտին, ուրիշ։ Սերին, հայոպրես։ Այդ միշտ, այդ բիֆոր բոլոր փաստարկները վերջանում են, այդ ամենավերջինն է։ Այդ անձնական հատկանիշներին, ճիշտ է, արտաքինին, արժանապատվությանը։ Մեզ հավասարակշռությունից հանելու ամենակարճ ճանապարհը մեր արժանապատվությանը հարվածելն է։ Եվ հարվածել ո՞նց։ Ո՞նց կհարվածեն։ Խոսքով, ստով, ապա տեղեկատվությամբ, թարմ բամբասանքով, պատիտակ լսածով, չէ՞։ Ոնց ենք մենք արձագանքում այդ ապա տեղեկատվությանը։ Չենք արձագանքում, ասում են հմտես, ուրեմն ճիշտ է ինձ ձեն չհանեց, լռությունը համաձայնության նշան է։ Ճիշտ է, կան իրավիճակներ, երբ որ հիմարին պատասխանը լռությունն է, կասկած չկա դրանում։ Ուրիշ փաստով, հարգելիներ, մեր իրավաբաններից ամենալուրջ գործիքը կոռուպցիայի դեմ պայքարում եւ ընդհանրապես հանցավորության դեմ պայքարում եւ ընդհանրապես իրավական տարբեր հարթություններում մեր պայքարում դա փաստն է, ապացույցը։